Հարգելի վկա, ես սուսմունքը սկզբից հիմնականում չեմ հիշում, չեմ կենտրոնանում, մեկ էլ ենթադրություններով ինչ-որ ստեղծագործությունների վրա մի քանի բան ասեմ, կենտրոնանում։ Ուրեմն այս գործով ու նաև ձեր սուսմունքով ես 7 ամիս անցկացրել եմ բանկում։ Հիմա 4-ից 8 տարվա հոդված է եւ ձեր ցուցմունքների ու հիշել չհիշելու տրամաբանությամբ կախված է նաև դատարանի որոշումը դրանից։ Չհիշել, չեմ հիշում, չգիտեմ, այս տրամաբանությամբ անդադ հարցերին պատասխանելը ու դրոծված այս պատասխանները կարող ոչ օբյեկտիվ դատավարական ընթացք կամ տպավորություն ստեղծել դատարանի ու մեղադրող կողմի, նաև պաշտպանող կողմի մոտ։ Ընդհանրապես աշխարհում ոչինչ հավերժ չի։ Ճշմարտություն ու արդարություն կարող են հիվանդանան, բայց չեն մեռնում։ Իսկ ովքեր դրանց դեմ մեղանչել են, կյանքում ինչ-որ օրի կամ ժամը պատասխան են տալիս։ Ուզում եմ կենտրոնանալ հարցերի վրա։ Հիմա դուք ասել եք։ Չի եղել դեպքը ասել եք։ Դուր, մեղադրող կողմը ասում է դուր, տեսակցությամբ ասում եք դուր, ստեղ ցուցմունքով ասում եք դուր, ցուցմունք կա, որտեղ գրված է ու ձեր ստորագրությունն է դրված, գրած է դռներ։ Ենթադրվում է կամ դուք ստեղ ստել եք ու փորձել եք ավելի վարդագույն կամ գունագեղ ներկայացնել իրականությունը, մեկ ենթադրվում է կամ դուք այս ցուցմունքի բովանդակությունից տեղյակ չեք, ընդհանրապես դրել են ձեր դեմ ասում ստորագրել եք ու չեք կարդացել։ Երկուսից մի տարբերակ է, երրորդ տարբերակ չկա։ Հիմա տարբերակը որ տարբերակն է։ Տարբերակ 1. Այս ցուցմունքին դուք ծանոթ չեք, ուղղակի ձեզ ասում են ստորագրել ու ստորագրել եք։ Տարբերակ 2. Դուք ծանոթ եք, ստել եք, փորձել եք ավելի բարդացնել գունագեղ ներկայացնել ու ինչ-որ խնդիր ստեղծել։ Հիմա այս ինտերնետի մի դրված է, շատ է դրված, որ հակասում ստեղծված ձեր ցուցմունքին։ Ներկայաբան ինչ որ ասում եմ, որ ինչի որ հիշում եմ, թե դռները դռներ, դուք ասում եք, ստեղ գրած է դռներ, դուք այս ցուցմունքը տվել եք ձեր դեռ կարդաք թե չէ։ Չեմ հիշում, բավարար։ Եթե կարդայիք տենայր, որ դռներ է գրած, դուր չի։ Կասեիք, որ ես իմը չի, ես չեմ ստորագրում, ես իմ բառերից չի։ Երևի, կասեի։ Ուրեմն եթե տեսնեիք, որ անճշտություն կա ու իրականություն։ Ուղղակի ներկայաբան չեմ կարող հստակ պատասխանել, որ չեմ հիշում։ Դուք հա թե չէ։ Կասեի։ Ուրեմն ինտերնետ չես տեսել, չես կարդացել։ Ուղղակի ասել եմ ստորագրեք։ Հիմա ասում ես զանգվածային անկարգություններ, բարձր խոսել, լարված խոսակցություն։ Հիմա էլ պայքար բարձրային խոսում կամ լարվածը դու մեզանից լարված ես։ Հիմա զանգվածային անկարգությունն է ստեղ տեղի ունենում։ Չէ, ես սկզբում էլ ասացի, չէ, բարձր խոսա։ Քո ենթադրություններով նկարագրում եք մի դեպք, որը կոչվում է զանգվածային անկարգություն։ Իսկ օրինակ քո ենթադրություններով ու նկարագրություններով այն ինչ որ տեղի ունեցել նոյեմբերի 9-ին, դու ասում ես հողերի հանձնում, այդ հայ ժողովրդի նկատմամբ դավաճանություններ թե չէ։ Չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ։ Չես կարա չպատասխանես, ես քո ենթադրություններն եմ ուզում հաղթանալ։ Նախորդ այսպես անանք, դուքով են դիմում։ դուքով չէ։ Բաղը վերջ մասի ինչ-որ բաղ Դուքով են դիմում։ Այն հարցը, որ վերադարել չի, անգամից դատարան խմես կան։ Նոյեմբերի 9-ի իրադարձություններին վերաբերում ես ամբողջ դատավարությունը եւ վկայի ենթադրություններն ու պատկերացումները ու մեկնաբանությունները հասկանալու համար ես ուզում եմ այդ օրը տեղի ունեցող կարևորագույն իրադարձության մասին ենթադրությունն ու պատկերացումը հասկանալ։ Այդ օրը հայ ժողովրդի նկատմամբ դավաճանություն տեղի ունեցել թե չէ։ Լավ, ես այս իմ հարցը կհանեմ զուտ նրա համար, որ
այստեղ նստածներից որևէ մեկը մտքով անցներ, որ դավաճանություն չի եղել, ասել ոչ, դավաճանություն չի եղել։ Այդ լրությունը ձեր ենթագիտակցության մեջ կա, որ դուք էլ եք ընդունում, որ դավաճանություն ա եղել։ Ես չեմ շարունակում, հարցը չեմ շարունակում, բայց իմ համար Մեկնաբանություններ այստեղ չեք արել։ Մեկնաբանության մասը չէ, հարգելի դատա, իմ համար սկզբունքային է, ոչ թե այս գործի ընթացքը, կամ ես խարիք եմ նստել, կամ ինչ կլինի է սրա հետևանքը։ Իմ համար սկզբունքային է հասկանալ, ցույց տալ, մարդիկ էլ գոնե մարդկանց մոտ ինչ-որ մի բան իրաց գիտակցության ու ենթագիտակցության մեջ փոխվի, թե հասկանալ, գործի մեջ ինչա տեղ ունենում։